Ավետիսյան։ Լավ է, բարևում էր։ Սիրելի հայրենակիցներ, 2021-26 թվականների կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը ներկայացնող պատասխանատուները համեմատությունները տարան 2018 թվականի հետ։ Նորից ընտրողաբար եւ իրավիճակը խեղաթյուրող, բնականաբար ոչ ամբողջական։ Այս ժամանակահատվածում երևի չեն գտել բավարար բարձենալու իրական գոնե թվացial կամ հիմքեր։ Նախ այս զեկույցը ամփոփ կարելի է անվանել ասֆալտ փռելու եւ ասֆալտին փռելու մասին։ Կրկնվող տեքստերի ամփոփագիր։ Երբ եկան իշխանության, խոստացան բերել համատարած երջանկություն եւ ըստ այդմ կամաց թվեր ասեցին, օրինակ տնտեսական առնվազն 7% տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում եւ այսպես շարունակ, չկատարվող խոստումներ, նոր խոստումներ, որոնք նորից չկատարվեցին անսահման աճող պոպուլիզմով։ Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները։ 2017 թվականին տնտեսական աճը 7.5% էր, իսկ 2018-ից 24 թվականներին տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5.5%, 2%-ային կետով պակաս։ 2018 թվականի աղքատության մակարդակը այստեղ շատ կարևոր է արձանագրել, կազմել է 23.5%, ծայրահեղ աղքատության մակարդակը 1%, իսկ 2023 թվականին իդեպ դա վերջին էսպայի ցուցանիշն է։ Այս ցուցանիշները կրկնակի կրճատման կամ զրոյացման փոխարեն, տեսեք, աճել են, կազմելով համապատասխանաբար 23.7% եւ 1.1%, եւ սա այն դեպքում, երբ արձանագրվել է տնտեսական շուրջ 5.5% տարեկան աճ, պետական բյուջեի եկամուտների շեշտակի աճ, իսկ պետական պարտքն էլ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։ Հարկ հավաքելը վատ չի, հարկ հավաքելուն որևէ մեկը բան չի ասում, տնտեսական աճն էլ է լավ, բայց տնտեսությունն ու հարկերը նախ եւ առաջ պետք է ծառայեն սոցիալական պետության պարագայում, պետք է ծառայեն քաղաքացիների, մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ նախ եւ առաջ խոցելի խավերի կենսամակարդակը բարձրացնելու համար եւ ոչ թե այլ բաների համար։ 2021 թվականին էլ խոստացան առնվազն 7%-անոց տնտեսական աճ, տնտեսական կառուցվածքի բարելավում, կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Ինչ է արձանագրվել իրականում։ Նախորդ 3 տարիների 2022-24 թվականների երկնիշի մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3 մասը փորձագիտական տարբեր գնահատումներով, այդ թվում միջազգային փորձագետների, բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ընդ որում այս գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվում է տնտեսական աճի տեմպը 2022 թվականի 12.6%-ից 2024 թվականին դառնալով 5.9%, իսկ այս տարվա համար կառավարությունը լավագույն դեպքում ակնկալում է 5%-անոց աճ։ Տնտեսական կառուցվածքի բարելավման, իրականացվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում եւ խորանում են խնդիրները։ Գյուղատնտեսությունը ազատ անկման մեջ է։ 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյական աճ 1.6%, որը տնտեսության միջին աճին զիջում է գրեթե 4 անգամ։ Առանց ռուսական ոսկու վերարտահանման հայտնի ֆենոմենի 24 թվականին արդյունաբերության ոլորտը գրանցել է անկում։ Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն էապես խորանում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը, նախորդ տարվա համեմատ 57%-ով, իսկ տեսակարար կշիռը այս երկրի հետ մեր արտաքին առևտրում ավելացել է 4%-ային կետով եւ դարձել է 41.1%։ Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրների հետ, որտեղ ի դեպ գնում ենք իբրև,
Արտաքին առևտրաշրջանառությունը 24 թվին նվազել է շուրջ 12%-ով, իսկ տեսակարար կշիռն էլ նվազել է 4.7%-ային կետով, դառնալով ընդամենը 7.7%։ Միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու շարունակական խոստումների փոխարեն հին ու նոր նախարարները 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի փախուստ տնտեսության իրական հատվածից։ Սա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 24 թվականին եղել է բացասական եւ քիչ չի այդ բացասական մեծությունը՝ մինուս շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը մինուս 115 միլիոն ԱՄՆ դոլար։ Շուրջ 3 տարի նվազագույն եւ բազային կենսաթոշակի անապահովության նպաստների չափերը չեն ավելացել, հետեւաբար առաջին հանրայնության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։ Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36,000 դրամ, որը 14%-ով պակաս է պարենային զամբյուղի արժեքից, որովհետև առողջապահության նախարարության տված մեթոդաբանությամբ հաշվարկված այդ զամբյուղը 24 թվի 4 եռամսյակում արժեքը կազմել է 42,000 դրամ։ Անապահովության նպաստի չափը ավելի քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, մեկ շնչի հաշվով, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի ավարտին կազմել է 75,811 դրամ, իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի քան 40%-ով, այսինքն նվազագույն կենսաթոշակ անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, միջին կենսաթոշակ ստացողները աղքատ։ Հիմա ինչ ուզում եք ասեք, որ ձեր խոստումը կատարելու համար հաջորդ տարի 40-50%-ով թոշակ եք բարձրացնելու։ Չէ, իհարկե։ Ավելին, աղքատության մակարդակի չնչին 1%-ային կետով նվազման պարագայում հակասոցիալական քաղաքականության հետևանքով, որով ոչ թե իբրև թե հենց պարծենում եք, անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 24 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11%-ով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են, բայց ինչ-որ ձևականությունների եւ հակասոցիալական մոտեցումների հետևանքով այդ մարդիկ կորցրել են նույնիսկ ընտանեկան նպաստը։ Փաստորեն նվազում է նաեւ սոցիալական աջակցության հասցեականությունը այսպիսով։ Հարկատուն հերոս է նպաստից դեպի աշխատանք աղքատներին օգնենք, որ աշխատեն ու ապրեն, այս կարգախոսերի, ձեր կարգախոսերի ներքո իրականում կեղեքվում են փոքր միջին ձեռնարկատիրության սուբյեկտները, հարկային տերորի գործադրումներով, տուգանքի մատերիալ դիտարկելով, հարկային բեռը ոչ ավել ոչ պակաս կրկնապատկելով, հարկային արկա օբյեկտիվ արտոնություններն էլ վերացնելով։ Հետևանքն էլ չի ուշանում, իրենց փոքր ու միկրո բիզնեսով ինքնազբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են սեփական միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են, այսինքն կառավարության գործուն չակերտավոր աջակցությամբ գտնվում են աշխատանքից դեպի նպաստ ճանապարհին։ 2020 թվականին էլ վերացրեցին եկամտարկի սոցիալական բաղադրիչը, նույն դրույքաչափը սահմանելով եւ աշխատող աղքատների համար եւ ամսական միլիոնավոր դրամի եկամուտ ստացողների համար եւ պարծենում են դրանով։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4 մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով, նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։ Հիմա այդ մարդը հաց առնի երեխայի համար, թե բերի անընդհատ ձեր ուզած հարկերը վճարի։ Սա է խնդիրը։ 2021 թվականից էլ շքեղության հարկի քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացնում են 4-ից 5 անգամ։ Զուգահեռաբար վերացրեցին նաև ցածր արժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը։ Ակնհայտ է, հարկ տուր, որ ասֆալտ անենք բանաձևի ներքո, խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են սոցիալական խնդիրները,
իրենց բոլոր հետևանքներով, որն արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների բողոքը ավելացող դրսևորումներով։ Այստեղ էլ լուծումը նույնն է՝ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ տոտալ անպատասխանատու եւ ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում եւ այլընտրանք չունի։ Արծվիկ Մինասյան։